Իսկ ինչպես խոսեց Լուսինե Բադալյանը, ես ձեզ շանս եմ տալիս, շնորհակալություն, ես վաղը պարարտ ես կզոհաբերեմ, որ դուք այդ շանսը մեզ տվեց, մոգական էր, սելի այնակիցներ, ես լսում եմ 3 կեսօրից հետո ծավալված այս քննարկումը, այս հատվածը, ես հիշում եմ երիտասարդ տարիքում ինձ պատմած մի անեկդոտ, որը ամենևին ծիծաղելի չէր այն ժամանակ, բայց պարզ պարկեշտությունը ստիպված էր ինձ մի թեթև ժպիտ ցույց տալ։ Ես երբեք մտքովս չէր անցնի, որ դա կարող է իրականություն դառնալ, բայց իրականություն դառավ, ես ձեզ պատմեմ։ Ծիծաղելի չի, բայց ծիծաղելի չի այն, ինչ որ անում եք դուք ստեղ։ Ուրեմն արքադուստր գորտը գետի ափին նստած ոտերով չփչփացնում է։ Կողքով անցնում է Բեհեզեբուղը, ասում աղջի գորտ, թե գրեհիկ Բեհեզեբուղը։ Ջուրը շատ սառը չի։ Արքադուստր գորտը շրջվում է եւ ասում է. Ես այստեղ նստած եմ որպես արքադուստր, այլ ոչ թե որպես ջերմաչափ։ Հիմա սիրելի այնակիցներ, դալիճի այս հատվածը խառնել է եւ պարոն Հակոբյանն է խառնել։ Ինչի դեն որ մենք բողոքել ենք, ում դեն որ մենք բողոքել ենք, այն օբյեկտը եւ սուբյեկտը չի, որ փորձում են ներկայացնել։ Մենք օգտագործում ենք պարոն Հակոբյան անուն դիմելաձևը, ոչ թե Հակոբ Մովսես։ Եվ դա պատահական չի, որպես մտավորական հարգելի Հակոբ Մովսես։ Դուք իհարկե կարող եք ձեր կարծիքը հայտնել։ Որևէ մեկը չի կարող ասի, հիմա կարծիքը հայտնում եք, եթե վիրավորանքը չեք անցնում, քրեական անձնագործություն չեք գործում, զրպարտություն չեք գործում, Աստծո սիրուն, ինչ կարծիք ուզում եք հայտնեք։ Լուսինե Բադալյանը կարծիք հայտնեց դաշնակցության մասին, չհայհոյեց, պարկեշտ խոսակցության արտահայտչական միջոցները չոտնահարեց, դե քաղաքական գործի չա կարող անի, բայց մենք այստեղ գործ ունենք ոչ թե Հակոբ Մովսեսի, այլ Հակոբ Հակոբյանի հետ։ Դուք պետք է կարողանաք տարանջատեք Հակոբ Մովսես մտավորական եւ Հակոբ Հակոբյան սահմանադրական ինքնավար մարմնի անդամ, որը ունի որոշակի գործառույթներ։ Ձեր գնահատականը հակասում է, ասկան ձեր ոչ թե գնահատականի էությունը, այլ գնահատական տալը հակասում է մարմնի անդամ լինելու իրավունքների եւ պարտականությունների հետ։ Դուք էլ ստեղ կանգնած խոսում էիք եւ դալիճը ձեզ հարցեր էր տալիս, որոնք ուղղված էին Հակոբ Մովսեսին, ոչ թե Հակոբ Հակոբյանին։ Ձեր մոտ խորքային երկվություն է առաջացել։ Եթե ձեր համար ավելի հոգի հարազատ է գրող, արվեստագետ, մտավորական Հակոբ Մովսեսը, Աստծո սիրուն, դրա վրա կենտրոնացեք։ Բայց դուք պետական պաշտոնյա եք, եւ պետական պաշտոնյան ունի վարքագծի որոշակի կանոններ։ Դուք այդ կանոնն եք խախտել։ Ձեր կարծիքը 200 տարվա շատ լավ է, որ մարդը կարծիք ունի, բայց լինելով հանձնաժողովի անդամ, կարծիք հայտնելու սահմանափակում կա։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ դուք չեք տեսնում, լինելով, ափսոս գնաց Վլադիմիր Վարդանը, լավ, մտքի անսահման թռիչքի ճակատի մարտիկ, մտավորական գրող, այդ սահմանը պետքա չհատեք։ Սերգեյ Մերգելյանը շատ լավ մաթեմատիկոս էր, տարանձրեցին ինստիտուտի տնօրեն դնելուց հետո մի ներդրում գիտության, ասկան մի էական ներդրում գիտության մեջ չի ունեցել, որովհետև իրան մաթեմատիկոսին ծանրաբեռնեցին վարչական գործառույթներով։ Հիմա դուք գրող եք, թե պետական մամնի վերահսկիչ մարմնի անդամ։ Ստեղ է այդ երկությունը։ Եվ ես չեմ ուզում, որ դուք
Փորձեք այդ ամեն ինչը միավորել, դժվար է, բայց եթե չեք կարողանում հաղթահարել, պետք է արդեն որոշեք։ Ցանկացած միություն, ընտանիքից սկսած, ընտանիք, կուսակցություն, պետական պաշտոն, որոշակի սահմանափակումներ է դնում անձնական ազատության վրա։ Գիտակցեք դա, որ ձեր անձնական ազատության վրա կան սահմանափակումներ։ Ես որպես պատգամավոր ձեր կարծիքով այդ սահմանափակումների վրա չեմ զգում։ Պարզա չէ որ ես պատգամավոր չնեի լրիվ այլ ձև կխոսեի, այլ բաներ կասեի, բայց կա սահմանափակում։ Բոլորի մոտ դա կա։ Դա պետք է անցալեք։ Բայց քանի որ մեր ազգային ժողովի վերջերս 2 քորերը ինձ, երկու չէ, երեկվանից մինչև այսօր իրոք անեկդոտ է հիշեցնում։ Էլի մի հատ ուրիշ անեկդոտ պատմեմ եւ ավարտեմ խոսքս 10 րոպեն չլրացած։ Ասում է ծեծում է, ուրեմն սիրում է։ Ինչ նշանակում։ Հակոբ Մովսեսը դաշնակցությանը քննադատեց, որովհետև մտածում էր դաշնակցության մասին։ Աստծո սիրուն, ձեր մասին մտածեք եւ շանս տալու իրավասությունը վերապահեք ձեր գործառույթներին առնչվող ազատությունների վրա։ Շնորհակալություն։